սպանություն է եղել։ Էջմիածին քաղաքում հայտնի գոջու տղաներ, քաղաքն է վախենում գոջու տղաներից։ Բեսպրիդելին քաղաքում պետք է վերջ դրվի։ Սպանություն է եղել։ Գնալու ենք մինչև վերջ, պիտի պատժվեն։ Խնդրում էր, ասում էր ման բաց թողեք ինձ։ Ապրիլի 23-ին Էջմիածին քաղաքի հենց այս վայրում էր տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն, ինչի հետևանքով մահացավ 22-ամյա Պարքև Հակոբյանը։ Հայտնի գոջու տղաներն են այսօր կալանավորվածներից մեկը, մյուսները հետախուզման մեջ էր։ Ինչ էր կատարվել երիտասարդների մեջ եւ ինչ է պահանջում մայրը, Արմլու լրատվականը դեպքի վայրում է։ Ապրիլի 23-ին Էջմիածին քաղաքի հորդառատ անձրևը ճակատագրական եղավ 22-ամյա Պարքև Հակոբյանի համար։ Պարքևը մորը աշխատանքից տուն էր բերել ու իր մտերիմ ընկեր Հրաչից զանգ ստացել։ Եկավ ինձ նախատոնական օրեր 5-ին տուն բերեց, եկել ենք միասին տուն, ճանապարհին շատ լավ, մտել ենք տատիկենցս տուն, շատ ուրախ, լավ օր ենք անցկացրել, եկել ենք ճանապարհին զանգ հնչեց, հորդ անձրև էր, զանգողը իրենց մանկության ընկեր Հրաչյանն էր, որը այդ պահին մայրական խնամքով գտնվում էր Էջմիածնում, զանգեց, Պարքևն ասեց, չէ, գործ ունեմ տանը, մեքենայի վրա գործ պիտի անեմ, բա լավ, հեսա մամային կիչեցնեմ, կգամ, ասեց, մամ, դարպասները բաց մնա, 15 րոպեից գալիս եմ, ու այդ 15 րոպեն եղավ ճակատագրական, ես եկել եմ տուն, երևի կես ժամ, դա 7-7:30 երեկոյան այդ ժամահատվածներ, զանգ հնչեց մեծ որդուցս, որ հասեք հիվանդանոց Պարքևն ինչ-որ ծեծկրտուքի մեջ հանգել, վիճակը ծանր է։ Իսկ ինչ էր եղել, որ Պարքևի գլուխը ջախջախված տեղափոխել էին հիվանդանոց, ինչ պատմության մեջ էր հայտնվել երիտասարդը, որի ծնողները 13 օր հիվանդանոցի դռներն ընկած հույս էին փայփայում, որ որդին ոտքի կկանգնի։ Ոչ մեկ ոչինչ չէր ասում, բայց ժամանակի ընթացքում բաներ պարզվեց, որ հորդ անձրև էր, վաղար շաբաթ Հռիփսիմե խաչմերուկում ցախ շրջադարձ անելուց բոլոր էջմիածնեցիները գիտեն, որ այդտեղ միշտ անկախ նրանից անձրև թե չէ, չգիտեմ, ջրի կուտակում միշտ կա այդ խաչմերուկում, եւ որպես վարորդ եմ ասում, անհնար է այդտեղ այնպես անցնել, որ դիմացի կամ կողքը կանգնած մեքենային ջուր չանել։ Իբրև խաչմերուկն անցել է ցախ շրջադարձով, ջրելա։ Մեքենան իմն է, ինքն էր վարում նաեւ, բայց հիմա շշուկներ կան, որ մեքենայի ղեկին հնարավոր է լիներ նաեւ Հրաչյան։ Հրաչնով է։ Հրաչն իրենց մանկության ընկերն է, որը ինքն է զանգել Պարքևին կանչել ինչ որ գործով տեղ գնան կան։ Ինքն է զանգել այդ չարաբաստիկ զանգը, որ հնչեց։ Պարքևը կարար դուրս չկար, ինքը գալիս էր տուն, գործ ուներ տանը մեքենայի վրա անելու։ Կանգնած է եղել լուսաֆորի տակ, ոնց հասկանում եմ, պատուհանը իբրև բաց, շրջադարձի ժամանակ ջուր է թռել իրենց մեքենայի վրա, պատուհանից երևի մի քիչ լցվել է ներս։ Բայց ես չեմ կարծում, որ դրա համար կարելի է մարդուն ծեծել դաժանաբար այնքան, որ հասցնել մահվան։ Պարզվում է, որ 22-ամյա Պարքև Հակոբյանի ծեծողները Էջմիածին քաղաքում իրավապահների տեսադաշտում հայտնված երիտասարդներ են, որոնց հայրը եւս այս պահին բանտում է։ Անուններ կտամ այս պահին արդեն հստակ, չեմ ճանաչում, բայց գիտեմ, ասում են հայտնի գոջու տղաներ, այդպես ահաբեկված ինչ որ Էջմիածին քաղաքում ցենց բան են տարածել, որ իրենք գոջու տղաներն են, 3 լկտի, չեմ վախենում արդեն ոչ մի բառեր օգտագործելուց, անդաստիրակ լակոտներ, 3 եղբայր են, ըստ տենց խոսակցությունների, որ մեծ եղբայրը զանգել է, մեծ եղբայրն է եղել ղեկին, ասում են կինն էլ է մեքենայի մեջ եղել, անունները չգիտեմ ես ճիշտն ասած, Գուգո չեղած զանգել է մյուս 2-ին, որոնց ասել է հասեք 7-րդ դպրոց պուլպուլակի մոտ մեքենա կա, հարցերը լուծեք։ Դե Հրաչյայի տատիկի ասելով իրենք կանգնած են եղել, դրանք եկե հարցրել են այս մեքենան ումն է, ով այս մեքենայի
տերը, տղաս ասելա ես։ Ու այդքանը ոչ մի ավելնորդ խոսակցություն հարցակվել են ու սկսել ծեծել։ Ուղղակի աբսուրդն է նա, որ կան տեսախցիկներ ամբողջ փողոցի վրա, տների վրա այդ խաչմերուկում։ Ես չեմ հասկանում մեր ոստիկանները ոնց կարան կոծկեն։ 13 օր որդիս կոմայի մեջ է գտնվել։ 13 տանջալից օրեր ենք անցկացրել Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բակում ամբողջ ազգու տակով, ընկերությունով։ Մինչ Պարքև Հակոբյանը հիվանդանոցում կյանքի ու մավան կռիվ էր տալիս, գործով ենթադրյալ հանցագործները ազատման էին գալիս Էջմիածին քաղաքում։ Սպանված երիտասարդի մայրը արդարություն է պահանջում ու կոնկրետ հարցեր բարձրացնում։ 13 օր մեր ոստիկանները լկտիաբար կանչում էին իմ եղբայրներին հարցաքննության։ Երրորդ օրը ես ինձ կանչել են ու ասել եմ կարամ իմանամ ինչ եք ինձ կանչում։ Դուք չգիտեք ամբողջ քաղաքը։ Ինձ թվում է, եթե դպրոցում դպրոցական երեխային հարցնեիք, էս ինչ կռիվ ա եղել։ Ամբողջ քաղաքը խոսում էր, որ գոջու տղաները։ Ու գիտեք աբսուրդը որն է։ Իրանք այդ 13 օրն էլ լկտիաբար կանգնած էին խաչմերուկում, որտեղ խանութ են բացել էս մի ամիս է, Հրուշակեղենի եւ խորովածանոց, ինչ որ Ալյանդակ անկյունի էր վերածվելու էս Անդրանիկ Թաղամասի անկյունը, ինչքան անցնում է իրեն տեղ խմած կանգնած լկտի իրանց լպիրշ ծիծաղներով այդ օրերին մենք անընդհատ Երուսերի մեջ էինք գնում գալիս էինք ու միշտ իրենց տեսել եմ դաժե իրենց Թրուշակեղենի խանութում կինը մայրը հարևաններով նստած սուրճի սեղան գցած ուղղակի sense արցունքն աչքերիս ասում եմ ոնց կարելի է հանգիստ ապրել երբ իմանաս որ քո որդիները sense հանցանք են գործել Ես չգիտեմ, խոսքեր չեմ գտնում, այսօր որդուս 7-րդ օրն է, որ հանձնել ենք հողին, հասկանում եք ծնողի վիշտ, որ այսօր պիտի ես սքամ, վշտով լցված իմ ամբողջ հարազատության, ամբողջ քաղաքի հետ, մենք ընկել ենք, մեր վիշտը թողած ընկել ենք արդարություն ենք փնտրում, ով ասել, որ այս քաղաքն իրենցն է, ով ասել, ինչ են տվել այս քաղաքին, Ինչ որ մեկը թող ասի, մայրը կանգնի աչքերիս մեջ հարց տամ ծառա էլա, այո, որի ամուսինն էլ է բերդում, այսինքն կալանավորված տղաների հայրը այո, բերդում, ինչ որ ադրբեջանցի սպանելու համար, որը սուտ խեղաթյուրված ինֆորմացիա է, մեծ որդու մեղքը վերցնելով իր վրա, հայրը բերդում է, մեծ որդին Գուգոն, մեծ եղբայրն է, երկրորդը, բոլորն էլ հետախուզման մեջ են, բացի փոքրից, որը մահվան օրը որդուս, չգիտեմ ում հուշումներով գնացել է հանձնվել է երևի, որ ինչ որ հոդված թեթև լինի, պատժի հանգամանքները մեղմ լինեն, բայց ոչ մի բան մեղմ չի լինելու, գնալու ենք մինչև վերջ, իմ անմեղ որդու մահը չապրած տարիներ իրենք չպիտի վայելեն։ Աղմկարուց այս ծեծից հետո հակակոռուպցիոն կոմիտեն մտավ ոստիկանության Էջմիածնի բաժին ու կոնկրետ ոստիկաններ ձերբակալվեցին։ Իրավապահների գործողությունները կասկածելի են, պնդում է սպանվածի մայրը ու անուններ տալիս։ Երեքն էլ չեն ծառայել հայոց բանակում։ Ինչ հիմքերով են ազատվել, խիստ եմ դնում այդ հարցը։ Խնդրում եմ ասեք, ում տղայից են լավ, չգիտեմ 18 տարեկանը, քանի տարեկանը, ինչ հիմքերով, ինչու իմ տղաներից լավն է, ինչու, են 5000 երեխեն, որ զոհվել է, եռաբլուրում թաղված, ումից են լավ տղաներ, ու լավ կլիներ իրենց մայրն այսօր հպարտ գլխով քաղաքում քայլեր, մտածելով, որ իր տղաներ ինչ-որ հայրենիքի համար բան են արել կամ զոհվել են հանուն հայրենիքի, ոնց են ապրելու այս քաղաքում, չարի վերջն է, ինչ այս ծառնիմն է, այս քաղաքն իմն է, ով է ասել տենց բան, քաղաքը բոլորինս է, ու ես վստահ եմ, ամբողջ քաղաքը կանգնելու է մեր թիկունքին, գնալու ենք մինչև վերջ, պիտի պատժվեն, խնդրում եմ և պահանջում դատախազությանը, գործը պետք է տեղափոխել Երևան, մենք չենք վստահում այստեղ, ոնց կարող եմ վստահել, երբ քննիչները կանչում են եղբայրներիս, հստակ իմանալով ովքեր են, անուններ են տալիս, եղբայրներիս ասում են ուզում եք լկտիաբար, ուզում եք ասենք
ովքեր են, գոջու տղեկն են, ինչ կանեք, ոնց, այսինքն դրթում էին մարդասպանության, ես չգիտեմ անուններ անկեղծ ասած, բայց դժվար չի հստակ ճշտել ովքեր են եղել։ Ինձ կանչել են Արմավիր քնչական բաժնի պետներ, Կարեն ազգանունը չեմ հիշում այս պահին, զրույց եմ ունեցել, ասել եմ ինչ հիմունքներով եք, ինչի եք կանչում իմ եղբայրներին, հարսիս, տալիս եք հարցեր, որ ինչ հարաբերություն ունեք ձեր տալի հետ, ինչ հարաբերությունների մեջ եք, այսինքն դրանք ուզում եմ հասկանալ, ինչ կապ ունեն ընդհանրապես այս գործի հետ։ Ինձ հարց եք տալիս վերջում քննիչն ասում է դուք չեք ճանաչում գոջու տղաներին, ասում եմ չեմ ճանաչում, դե դուք ոնց որ գիտեք լավ, ում տղաներին, ինքն ասում է ես ձեզ հուշեցի, ձեզ հավաքեք, գնացեք Հրաչյայինց տուն, փորձեք խոսել, ասում եմ այսինքն ես իմ վիշտը թողեմ, այս պահին ես պիտի երեխայից կողքին լինեմ, դուք ինձ ասում եք գնամ Հրաչյայինց տուն, փորձեմ պարզաբանել ինչպես ա եղել, չեմ կարող հասկանալ ինչի ալռում Հրաչյան, ինչի ոչինչ չի ասում, ինչի գոջուց, իրավապահներն են վախենում գոջուց, գոջու տղաներից։ Քաղաքն է վախենում գոջու տղաներից, որովհետև սա առաջին դեպքը չի, եթե այս հարցը մինչև վերջ լուծում չստանա, սա չի լինելու նաև վերջինը։ Ամիսներ առաջ դանակահարել են մեկին, ամիսներ առաջ ծեծի են ենթարկել մի ուրիշ անմեղ երեխու, որի գլուխն էս պահին պլաստմասի մեջ է։ Ոչ մի մեղադրանք, ոչ, եղբորս առաջ դրել են այսպիսի մի փաստաթղթեր, որ տեսեք, այսքան իրանց գործերն է, այսինքն ուզում եմ հասկանալ, ինչով են զբաղվել ոստիկանները։ Գործեր կոծկելով Տիկին Այդա, դուք Հավանաբար։ Ես չգիտեմ, ամբողջ քաղաքը անուններ չեմ կարող տալ, բայց խոսում են, որ հովանավոր կա իրենց թիկունքին, ովքեր են, էջմիածնեցիներ են, թե չէ, ես հուսով եմ, որ այս իմ մեսիջը կհասնի նաև իրենց, սիրելի էջմիածնի քաղաքացի, ով որ հովանավոր ես կանգնում ես 3 լկտի անբարոյական զավակներին, խնդրում եմ ուշքի արի, եթե քեզ էջմիածնեցիները հարգում են, դու կկորցնես քո ամբողջ հարգանքը էջմիածին քաղաքում, միգուցե դու չգիտես, որ քո անվան տակ քաղաքում լկտիաբար իրենց ոնց են պահում այդ եռյակ եղբայրները, ոնց են քաղաքում ահ ու սարսափ մտցնում ու անպատժելիություն ա տիրում, եղբայրներից չգիտեմ փոքրը թե միջնեկը դանակահարվել է մի տարի առաջ թե այս տարվա մեջ էր, հիվանդանոցում ա եղել ու ոչ մի փաստ, ոչ մի գործ հարուցված, ոչ մի ձերբակալված, ոչ մեկ պատասխանատվություն չի կրել ու գիտեմ մարդիկ, որոնց իրենք ծեծել են, քաղաքը լքել են, այս պահին հայրենիքում չեն, մեկի քիթն են կոտրել, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ա գտնվում, քաղաքը շատ բան գիտի, բայց որպես մայր եմ ասում, ժողովուրդ, ուշքի եկեք, այս մեր հողն է, մեր հայրենիքն է, ես այդպես եմ դաստիարակել իմ տղաներին։ Բարություն էր Պարքևը, հայրենասեր, 5-ամյա եղբայրը փնտրում է եղբորն ու նայում երկինք, խնդրելով, որ Պարքևը շուտ տուն գա։ Պարքևը բարություն էր, մի այլ տեսակի, անթերի երեխա, ոչ թե իմ որդին ա ուզում եմ գովերքել, բայց կարող եք հարցնել էջմիածնում ծանոթ, անծանոթ բոլոր քաղաքացիներին, ով լսել է, ով գիտի, ճանաչում է, ազնիվ, բարի, քեֆ անող, ուրախացնող մի անձնավորություն էր։ Դե 13 տարի ապրել ենք Ռուսաստանում, Մոսկվայում, իրենք 2 եղբայր որդիներս էլ, 2 եղբայր ավարտել են Ռուսաստանում դպրոց, այնտեղից մեծ որդիս եկել է բանակ, մասնակցել է քառօրյա պատերազմին, հրաշքով փրկվածներից մեկն է եղել։ Այդ ժամանակ հնարավորություն կար Պարքևին չուղարկել, բայց այնքան հայրենասեր եմ դաստիարակել իմ տղաներին, որ ասեց մամ դուք ինձ ուժով չեք պահի։ Ես ոնց կնայեմ իմ եղբայրների երեսին, վանն ընկերներ ա կորցրել այդ պատերազմում, այս պահին աղիներից զրկված աչակողմյան լրիվ բեկորներով պատված ցավերի մեջ տառապող եղբայր ունեմ, ես ոնց կնայեմ իր աչքերին։ 21 թվականին եկավ
գնա զինվորական ծառայության։ Ծառայելա Խնձորեսկում, պաշտպանելա Խնածախի իշխանասարի դիրքերում։ Այն չարաբաստիկ սեպտեմբերյան 13-ի 3-4 օրվա պատերազմին եղել է այդ կիզակետերում։ Ու գիտեք, որ նա ցավալին, որ որպես մայր ասում եմ, Երանի թուրքի գնդակը որդուս տաներ, ես այսօր կմխիթարվեի, որ ինքը հայրենիքի համար իր կյանքն ա տվել։ Իսկ այսօր ինչով մխիթարվի, որ 22 տարեկան որդի կորցրած մայրը, որ ում ձեռքով դաժանաբար ծեծած լկտի անդաստիրակ եռյակի, ուզում եմ հարցս ուղղել, չգիտեմ, նախարարություններ, ռազմական, զինվորական, խնդրում եմ, հանեք փաստաթղթեր, չեն ծառայել 3 եղբայր։ Ես ուղղակի չեմ կարող պատկերացնել, ոնց իրենք կապրեն այս քաղաքում։ Ոնց պիտի իրենց մայրը գլուխը հպարտ, դուրս գա փողոց, մի տուն էնկոմ հարևանի աչքերին նայի, ու գիտեք աբսուրդը որն է, ինչ-որ շշուկներ, որ չենք ճանաչել ով է, այսինքն, դա ինչ ասելու բան է, իմ երեխան չէր, մեկ ուրիշին էր, հարցս հղում եմ նաև այդ 9 ոստիկաններին, որոնք ձերբակալված են, չգիտեմ մեր, թե իրենց գործերի հետ կապված, բայց ասեմ, երեխաներ հաստատ ունեք, չեմ ուզում անեծք թափել, բայց ձեր երեխաներն էլ կարան դատապարտվեն սրան, ձեր երեխաները, որովհետև այս ոնց որ քաղաքացիներս այս բեսպրիդելին քաղաքում պետքա վերջ դրվի, այսինքն ով են իրանք, դուք ում եք կոծկում, անմեղ մի երեխու, որը կյանքն ա տվել հայրենիքին, թուրքի գնդակից փրկված մի երեխու կյանք եք խլել, որ ինքը դեռ անելիք ուներ անելու, նպատակներ շատ էին, մենք այս պահին 3 տարի ա տեղափոխվել ենք Հայաստան, որդիների սպնդմամբ, ունեմ 3 զավակ, 2-ը մեծ են, փոքրիկ որդի էլ ունենք 5 տարեկան Արեգնա, որին ինքը երազանքներ ուներ, սեպտեմբերի 1-ին դպրոց պիտի տաներ Արեգին, տուն պիտի առնեինք, իրեն սիրելի Էջմիածին քաղաքում, նպատակներ շատ ուներ, հորը թևու թիկունք էր մի այլ կարգի, եղբորը, ու ասենք այսօր այդ ամբողջ նպատակները մենք իրագործելու ենք, մենք ապրելու ենք, որ ինքն ապրի, իր բոլոր երազանքները։ Հիմա այդ փոքր եղբորը ամեն օր ինչ-որ սուտ ասելով մխիթարում եմ, որ Արեգ ջան կգա։ Հարցնում մաման, բա պարգևն ինչի չի գալիս, ախր տունը չի, ասել եմ հրեշտակա դարձել, թռել է երկինք պարգևը։ Իրանք երկուսն էլ քաղցրակեր էին, պարգևի սիրած խմորեղենը դա գաթաներ և փախլավան։ Երբ տուն էր մտնում, Արեգը վազում էր ընդառաջ, ինչ ես բերել ինձ, ու իրենք քաղցրի համար միշտ այնց կռվում էին, ես եմ ուտելու ես։ Երեք 2 հատ կինդեր ա բերել, մամ կլինի դնեմ նկարի առաջ, միգուցե պարգևը վերցնի, ու ես այնց հուզված նստած ինքը դուրս ա եկել բակ, նայում ա երկինք, ձեռքը հղած երկնքի, ասում ա պարգև չես տեսնում, մաման լացում ա, քեզ կարոտել ա, ինչու չես գալիս։ Ու ասենք ոնց կարելի ա ապրել սենց, բայց ապրելու եմ, իհարկե ապրելու եմ։ Այս թաշկինակը պատմություն ունի, Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում փոքրիկ սենյակ կար, որտեղ մոմ էինք վառում, աղոթում, այդտեղի մոմավաճառ տարիքով կին էր, մի օր կանչեց ամուսնուս, ասեց մի քիչ աղոթած ջուր ունեմ, թաշկինակ բերեք, խնդրեք թող բուժքույրերը իրա դեմքին քսել, լվան, գլխին, որտեղն ա վնասված, վազելով այս թաշկինակը գնել եմ բերել ու բուժքույրերին խնդրել եմ, աղաչել, որ սրանով թրջեն իր ճակատը, իր շրթունքները, ու երբ երեկոյան ես 6-ին մտա իր մոտ, ես տեսա, որ իրոք աղջիկներն արել էին, ինչ խնդրանք արել եմ, Սուրբ Հովանեսից մատուռից ոտքով բարձրացել եմ բերված այս գրքույկը դրած էր գլխի վերևը, մայկան աղոթած, գլուխը փաթաթած, իրենցից էլ եմ շնորհակալ, որ ոչ մի խնդրանքս չեն մերժել, ոչ մի։ Ու հասկանում եք ծնողի համար է ցավը, երբ դու տեսնում ես երեխատ ուժասպառ վերջին օրը ահա որ ուժասպառ էր ու ես զգացի, որ ինքը խնդրում էր, ասում էր ման բաց թողեք ինձ։ Ու ես ասեցի Տեր Աստված ինքս իմ մեջ, խնդրում եմ մի տանջի որդուս, եթե պիտի տանես տար,
Թող չտանջվի, որտեղ արդեն գույնել էր, փոխել պարգև։ Էլ ինքը չէր կարող 26 ճնշումով ինքը 2 ժամ ապրեց, որովհետև ժամը 4-ին ցերեկվա զանգեցին, ասեցին, որ սրտի անբավարարություն ունենք, ամեն վարքյան սպասեք վատ բանի, էլի հորդարա տանձրև էր գալիս։ Վազելով գնացի այդ անիծված պատուհանների տակ, գոռացի, ասի պարգև խնդրում եմ, ապրի 2 ժամ, ժամը 6-ին թույլ են տվել, գալու եմ քո մոտ։ Ու գիտեք, այդ երևի Աստված իրեն հետ բերեց, ինքը 2 ժամ էլ շնչեց, ասենք 50-26 ճնշումով, որ ես մտա բոլորը լացում էին, ամբողջ անձնակազմը, քույրերը բոլորը կանգնած լացում էին, բայց ես չեմ լացել ներսում, ինքը չէր սիրում արցունքներ, չէր սիրում, չեմ լացել, ուժ եմ տվել, ասել եմ պակ, խնդրում եմ, մի կոտրի հորդ, աղբորդ, ապրի աղաչում եմ քեզ, ու երբ դուրս եկա ինքսի մեջ ես գիտակցեցի, որ ինքը չի ապրելու էլ, ու պատկերացնում եք, կես ժամ հետո զանգեցին, ասեցին, որ Տիկին, այ դա լեզուս չի պտտվում, բայց պիտի ասեմ, ձեր որդին այլևս չկա։ Ես սպասում էի դրան։ Սպանված Պարգև Հակոբյանի գործով կալանավորվածներն են Էջմիածին քաղաքի բնակիչ Գոռ Առաքելյանը, իսկ ահա նրա եղբայրներ Գուրգեն եւ Վարելի Առաքելյանների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մեր նկարնող խումբը գնաց նաև կալանավորված եւ հետախուզման մեջ գտնվող անձանց տուն, փորձելով հասկանալ, ինչ են պնդում նրանք։ Սակայն այս դռները եւս փակ են, սա կալանավորվածների հարազատների տունն է, հենց կալանավորվածի տունն է, խանութը եւ տունը փակ է։ Կալանավորումից անմիջապես հետո այլևս հարազատները այստեղ չեն ապրում։ Ի վերջո, ինչու է լռում միակ վկան։ Նրանք կամ հարազատներին վախեցրել են, փորձեցին հենց այս հարցերի պատասխանը ստանալ նրանցից, սակայն վերջիններս հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ։ Մեզի ոչ վախացրել է, ոչ էլ մի բան։ Ուր են հետախուզման մեջ գտնվող անձիկ, ինչու իրավապահները ժամանակին չգործեցին, որ միջադեպի մասնակիցները փախուստի չդիմեին։ Ինչ ագրգռվածություն ունեն իրավապահները, կամ միգուցե վախենում են բանտում գտնվող հայտնի գոջից, հարցեր, որոնց պատասխանը հուսանք կտա քննությունը։ Իսկ հիմա որդեգորուս մայրը մեկ բան է պահանջում։ Դիմում եմ պարոն վարչապետին, դատախազությանը, զին դատախազությանը, խնդրանք պահանջով, նախ, խնդրում եմ գործը տեղափոխել Երևան, զին դատախազությանը, որպես հայրենասեր որդի կորցրած մայր, ուղղակի պահանջում եմ, հանել բոլոր 3 որդիների, գոջու որդիների գործերը եւ պարզաբանել ինչու չեն ծառայել հայոց բանակում։ Թող իմ երեխայի կյանքով փրկվեն մնացած երիտասարդների կյանքերը։ Ընդամենը խնդրում եմ, գործին արդար լուծում տվեք։ Իսկ ինչ քննություն է իրականացվում քննչական կոմիտեում։ Ի պատասխան Արմուր լրատվականի հարցադրումների քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 10-րդ եւ 15-րդ կետերով։ 1 անձ կալանավորված է, 1 այլ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։